Այս առաջ ընտրությունն է դառնում, որ սովորություն է դառնում, գնում ես ասում են աղունի կազմում։ Այս մի հատ բան է նշանակում, որ մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, ամենից շատ, դե գնա խաղաղություն։ Խաղաղության ձգտող Հայաստանի համար պատերազմը դադարեցվեց օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորության ներքո ստորագրված համաձայնագրով։ Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակչության հետ հանդիպանը հիշեցրեց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ընդգծեց Մարկո Ռուբիոյի այսօրվա այցն էլ դրա շարունակությունն է։ Սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է, հիշեցրեց։ Նրանից առաջ էլ Հիլարի Քլինթոնն էր եկել Հայաստան։ Դրանք Սարգսյանը կարևոր է համարում Հայաստանի ներկայիս ու պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում։ Ստորագրությունից հետո Հայաստանի սահմաններում որևէ զինվոր, որևէ սպա չի վիրավորվել, չի զոհվել։ Հետևաբար այդ համատեքստը օգոստոսի 8-ը, ի տարբերություն նոյեմբերի 9-ի, մեզ համար տեսանելի այն ինչ որ են հակառակ թևը, ովքեր կախվել են Հայաստանի ինքնիշխանության ոտքերից, սիրում են այդ բառը հողի վրա, համեցեք, հողի վրա խաղաղությունը ապահովել։ Այդ երկրի պետքարտուղարն է եկել Հայաստան եւ եկել է այդ օրվա պայմանավորվածությունները, ինչը ձեռք է բերվել Վաշինգտոնում։ Այդ պայմանավորվածություններին ավելի ճիշտ մի սուհարյուն տալու։ Մեղրիից Լոռի, Գյումրիից Երևան իրենց այցերի ընթացքում կուսակցության ներկայացուցիչներին ուղղված առաջին հարցը եղել է, թե արդյոք խաղաղությունը հարատև է լինելու, նշեց Սարգսյանը։ Այսօրվա գործընթացները դրա երաշխիքն են, կարծում է վարչապետի թեկնածուն։ Նման փաստաթղթերի ստորագրումը տնտեսական գործունեության, օտարերկրյա կապիտալի Հայաստան գալու այդ խաղաղությունը դարձնում է էլ ավելի էական ու կարևոր, որովհետև եթե Ֆիլիպի մասում, որտեղ 76% Միացյալ Նահանգներն է 24% Հայաստանը, արդեն ներդրումներ են սկսում արվել, այդ նշանակում է, որ այդ տարածքի վրա այլևս հարձակումներ չեն լինի։ Իսկ եթե տարածքի վրա հարձակումներ չկա, չգիտեմ, Արարատիկան Վարդենիսի ուղղությամբ հարձակումներն անելն անիմաստ է, որտեղ դրա պատժամիջոցներից վնասը անհամեմատ ավելի շատ է, քան դրանից եկած օգուտը։ Հետևաբար, սա Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ խաղաղությունը ամրապնդելու լավագույն տարբերակներից մեկն է։ Հանրապետություն կուսակցությունը տնտեսության զարգացման կողմնակից է, կարծում եմ, որ Հայաստանը կարող է հաղթել Ադրբեջանին առանց պատերազմի, տնտեսության մեջ մրցակցային գործընթացների միջոցով, իսկ այդ հնարավորությունն ընձեռվել է Արևմուտքի հետ աշխատանքի արդյունքում։ Արևմուտքն ու Եվրոպան է, որ արտադրում է ժամանակակից 6-րդ սերնդի սպառազինություն, որը կարող է մեզ տալ ու հայ զինվորը սպառազինվի այնքան, ինչքան որ իրեն անհրաժեշտ է։ Սիրելի ժողովուրդ, մենք համարում ենք, որ մեր տնտեսությունը ոտքի հանելով է, որ մենք կարող ենք հասնել վերջնական խաղաղության։ Մենք կարող ենք 5 տարում մինչև 45 միլիարդ բյուջե ունենալ եւ ես վստահեցնում եմ ձեզ, որ 45 միլիարդը երկու անգամ ավելին է այսօրվա Ադրբեջանի բյուջեից եւ այդ ժամանակ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեր հետ նախապայմաններով չի խոսի, անկլավներից չի խոսի, կգա ու խաղաղության համաձայնագիրը կստորագրի։ Մալաթիա Սեբաստիա համայնքում եւս Սարգսյանը խոսեց իր ձևակերպմամբ ռուսական արտադրության քաղաքական ուժերի հասցրած վնասների մասին։ Կախվել են մեր պետության ոտքերից, թույլ չեն տալիս, որ մեր պետությունը կայանա, որ մեր պետությունը հզորանա, որ մեր պետություն ներդրումներ կան, որ մեր պետության առևտրաշրջանառությունը մեծանա, ու այդ երկրները անընդհատ սպառնում են մեզ չարի վերջի աղվեսի նման։ Հանրապետություն կուսակցությունը ռուսական ուժերի վերարտադրությունը կանխելու համար պատրաստ է կոալիցիա կազմել քաղաքացիական պայմանագրի հետ, թեև մոտեցումները տարբերվում են։ Եթե խնդիր առաջանա ազգային ժողովում կոալիցիա կազմելու, որպեսզի թույլ չտրվի այ ռուսական արտադրության այդ ուժերին Հայաստանի իշխանությունը վերցնել իրենց ձեռքը ու Հայաստանը տանել Ռուսաստան, Բելարուս միություն, մենք միանշանակ այնպես ինչպես Երևանում, Հայաստանի ազգային ժողովում էլ կոալիցիա կկնքենք քաղաքացիական պայմանագրի հետ եւ թույլ չենք տա, որ նրանք իշխանություն վերցնեն իրենց ձեռքը։ Ազգային ժողովում իրենք փոխելու են խոսույթը, ոչ թե իշխանափոխության կոչ են անելու, այլ փոխելու են ոչինչ չանող ներկա անդիմությանը։ Հանդես են գալու գաղափարներով ու ծրագրերով, վստահեցրեց թեկնածուն։ Կարծում է, որ արևմտյան դիրքորոշմամբ ներդրումներ ու նոր հնարավորություններ կբերեն Հայաստան։ Համայնքի մի շարք հասցեներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ կոչ արեց։ Գնացեք ընտրատեղամասեր եւ ընտրեք թիվ 11-ին։ Եթե իմ ասածների մեջ ռացիոնալ հատիկ գտակ, եւ ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք չզղջաք ձեր քվեի համար։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։